Սահակյան, ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկի ոչ մի բան չեմ պատասխանում։ Հայտարարությամբ հանդես եմ եկել լռեք։ Ես չեմ խփում, խփողը դուք եք, ես չեմ խփում։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր լսեք, ձեր ինքնությունը սա է։ Քիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել։ Ներողություն, թողեք խոսեմ։ Վերջ, չեմ տալիս ձեզ, լսեք, չեմ տալիս հարց, ներողություն եմ խնդրել։ Հարցազրույցում մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստենից։ Հանգիստ պահեք ձեր։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք։ Սա ասած տարածք է։ Եղավ, շնորհակալություն։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հեռու գնա։ Դուք չեք ուզում այդ Ոչ։ Ինչու՞։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Այսինքն այդ հայտարարությունը այդպես Բայց շատ վատ, շատ վատ։ Ուզա, լսեք, դուք, ես հիմա, լսեք, դուք շատ վատ մարդ եք, 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտև դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր յութուբներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք այլ հարց չեք տալի, լռեք։ Դուք հարցազրույցում մի քանի անգամ պնդում եք։ Որտև շփոթված էր ուղեղիս մեջ ասում էին դա, որտև կիսել է ես, երբ որ եղել էր պայթունի դեպքը, այդ 400 քանիսն էր մեջ, պայտակ այդ 210-ով 10 ասեցի, սա է եղել, որտև ես ուզում եի ասեի, որ ենքանը չեն զովել, մարդիկ պայթունից էլ են զովել, բայց մարդ եմ, ուղեղիս մեջ այդ թիվն էր եղել, տեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի, հիմա սահունակ ձև ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղի մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում, որովհետև իհարկե ես առաջի 11 հոգին էլ եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մաց, մոտս դե տպավորությունը բան եղավ, Ես սա եղել, հիմա ինչ եք ուզում, մարդ եմ չեմ, ես տարիքի ներողություն, ես երեք ներողություն եմ խնդրում, երեք ես ներողություն խնդրեցի, հրապարակեցի, որտև մեքենայի մեջ եմ հիշել, ասի պես մի րոպես 10 ասեցի, ու տենց գնաց, ասի զանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ դեռ սխալ թիվ եմ ասել, ես սա եղել պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը, մարդ ես, ուղեղիդ մեջ այդ թիվն է եղել, դա ես ասում, հիմա սա դարձնել ինչ, ես այն դեպքում, երբ որ երեք ասել եմ, հայտարարությամբ հանդես եմ եկել, անհարմար է, ուղղակի սա է, սա մեր ինքնությունն է, իրականությունն է, ինչ ճիշտ հասկացեք, մեկը չկար որ ասել, բա ինչի տենց է, սա լավ սա ձև է, չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել, վերջ, ինչ էր եղել, հայտարարությամբ հանդես եք ասի, ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև, ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է, լսեք, կա մարդ, որ չի շփոթվում, բայց ամեն դեպքում ասում եք, որ իշխանական լրատվամիջոցներով ամեն դեպքում այդ ատելությունը գեներացվում է արցախցիների։ Ես երեք այդ հարցին ներողություն, դուք տեսել եք իմ հարցազրույցը ամբողջությամբ, այդ հարցին պատասխանել եմ, բայց ինձ սա դուր չի գալ, ես ոչ մեկի գերին չեմ, հիմա չի կարա ես ընկերը երիտասարդ, իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի չի կարա, սա, լսեք, ինձ լսեք, ես շատ լավ ամեն օր կարդում եմ, ամեն ինչից տեղյակ եմ, այս մարդիկ ովքեր որ յութուբյան, այդ տառապում են դրանով, իրենց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան, խնդիրը ինչումն է, մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի, մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա, սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է, ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են, մարդիկ այդ գործիքներից են օգտվում, Եվ պատական մարդիկեր են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ ձեր պետք է ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։
լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա։ Խոսքը սրա մասն է։ Հիմա մարդը, տեսեք, Սուքիասյանը երեք այս ինչն ասում հարցակում ասում ոչ չեմ տալիս։ Դուք օրինակ սա նորմալ եք համարում։ Հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով իմ ամբողջ կյանքը ես անցել եմ ոչ մի ներողություն, լսեք ուշադիր։ Ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետև եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ։ Դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբունքային։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ոնց եք գումար վաստակում։ YouTube-ներով, լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածա որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ի՞նչ է պետք։ Սկանդալ է պետք որ եկամուտ ունենաք։ Ես բոլորից եք շոր։ Լսեք, դուք եք շեղվում, դուք, լսեք, դուք ձեր Բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք։ Լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ։ Հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում։ Ձեզ ասում տպավորվել էր ուղեղից, մեջ այդ թիվ, դրա մոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ էր տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալիս։ Չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք, լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք, մնացածի վրա թքացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա, դուք որտեղ այդ տեսակն եք, ձեզ ասեք, ինչ եք ուզում, ասեք ես պատասխանեմ, խնդրեմ։ Խնդրում եմ սա կարտակ։ Ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչից, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասն է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարյա քրեական գործերա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես։ Իրանց հետ հաճախակի շփվում եմ։ Շատերին աշխատանքի եմ տեղավորել։ Իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկան։ Շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան։ Շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Են ասել, որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Սրա մասին ասում։ Մենակ էր թողել արցախցիները։ Նիկոլ Փաշինյանն ասում է ինչ է լինել։ Սեպտեմբերն եք ասում։ Հա, ներողություն չէ, ես խոսացի 44-օրյա պատերազմի մասին։ Սեպտեմբերին ասեց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, Արցախցի հետ 150,000 մարդը որ ասում է, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ Բացի այդ Հայաստանը անվտանգության երաշխավոր էր Արցախի, ինչ պետք է կռվեին։ Պետք է բոլորը զոհվեին, պարոն։ Ես 44-օրյա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվեինք, որ դուք հիմա ասում եք Ուրեմն դուք եթե դուք ներողություն նախ ով եք որ Ես Նարեն եմ գնունի մեդիահաբեմ լրատվամիջոց։ Լսեք, մեդիահաբ լրատվամիջոց եք գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք ոնց պետք է լինի։ Շնորհակալություն։ Ինձ էլ կարևոր չի։ Ասեք ինչ եք ուզում պատասխանեմ։ Ասում չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։
Լինելու է հարատևս ձեզ, եթե Այդ մենք այս քաղաքականությունը արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգային օրենք կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորից։ Դուք նորից մենք պետք է միակ հասկանանք ձեր իրավունքները ու մեր իրավունքները, այդ ձեզ եմ ասում, որպես երիտասարդ պետք է հասկանանք։ Իսկ նորից ես բացարձակ մի բան եմ ձեզ ասում, մարդը կարա շփոթի, դες, մարդը, իրոք ուղեղիս մեջ, ոնց որ այդ պայուն չգիտեմ, ուղեղիս մեջ էտ էր, 210-ին 10 ոնց որ ասեցի, սա է։ Պարզապես հարցը չլսեցիք ես ինչ։ Չէ, արդեն գիտեք ինչ կա, ես ասի պարզաբանումը տվել եմ, դուք չի կարելի, ես ձեզ ասում եմ, դուք որպես լրագրող շատ վատ եք Հա, օքեյ, դա ձեր կարծիքն է եւ դուք կարող եք նման կարծիք ունենալ, բայց Իհարկե, կարող եք այլ կարծիք ունենալ։ Տեսեք, դուք որ ասում եք զո չի եղել, դուք որ ասում եք, տեսեք, 10 զո չի եղել, 10 զո է եղել, դա ուրիշ է, զո չի եղել, 2 հատ զո է եղել, դա լրիվ է։